Շարունակենք եւ հասանք մեր վերջին հարևանին, մեր հաջորդ կանգառը Վրաստանն է։ Երեք պատմել ենք հարևան Վրաստանում ուշագրավ զարգացման մասին։ Այդ երկրի պետանվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սարփի վրաց-թուրքական սահմանային անցակետում իրականացված հակաահաբեկչական ստուգման ընթացքում Ռուսաստան ուղևորվող բեռներում հայտնաբերվել են պայթուցիկներ։ Ըստ Վրաստանի պետանվտանգության ծառայության տվյալի, պայթուցիկները եղել են ռազմական նշանակության, որոնք հնարավոր էր գործարկել հեռակառավարման միջոցով։ Ըստ Վրաստանի պետանվտանգության հաղորդագրության պայթուցիկով բեռը հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացուն պատկանող միկրոբեռնատարի մեջ։ Բեռը Օդեսայից ուղևորվել է Ռումինիա, Բուլղարիա, հետո Թուրքիա եւ Վրաստանի տարածքով նախատեսվում էր հասցնել Վորոնեժ։ Իդեպ նշեմ, որ ըստ հաղորդագրության Վրաստանի պետանվտանգությունը նշում է, որ պայթուցիկների փոխադրման գործում ներգրավված է Վրաստանից 7, Ուկրաինայից 3 եւ 2 մարդ Հայաստանից։ Հիմա կապվենք Թբիլիսի, այնտեղից ինձ միացել է իմ գործընկեր Գոհար Հայրապետյանը, ում հետ վրացական մի քանի հետաքրքիր թեմաների շուրջ կցանկանամ զրույց ունենալ։ Բարի երեկո Գոհար, շնորհակալ եմ միանալու համար։ Բարի երեկո Ժիրայր, բարի երեկո նաև մեր հեռուստադիտողներին Վրաստանից։ Գոհար, այս իրադարձությունը բազմանշանակ է հայկական միջավայրում քննարկվում, մանավանդ այնտեղ շեշտվում է, որ երկու հայ կա այս process-ի մեջ, մենք կարող ենք հիշել նաև Ղրիմի կամրջի հետ կապված դեպքը, երբ երթուղին էին ներկայացնում եւ այնտեղ անգամ Հայաստանն էր նշվում, էլի այնտեղ հայի մասի էին հիշատակում։ Վրաստանում ինչ են կարծում, այսինչ պատմություն է եւ ինչի համար։ Այո, բավականին բուռն եւ ակտիվ քննարկումներ են երեկվանից Վրաստանում այս թեմայի շուրջ կապված եւ նշվում է, որ նպատակն էր իբրև թե այնպես անել, որ ամբողջ աշխարհում Վրաստանի վարկը ընկնի, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Վրաստանը աջակից է այդ ամեն տերորիստական իրադարձություններին, որոնք տեղի են ունենում։ Ինչպես գիտենք, Ուկրաինա-վրացական հարաբերությունները չափազանց լարված են, հատկապես այն բանից հետո, երբ դեսպանը հետ կանչվեց Ուկրաինայի դեսպանը Վրաստանում հետ կանչվեց Զելենսկու կողմից, նշեմ, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը արձագանքել էր այս նախորդին անվտանգության ծառայության տարածած տեղեկատվությանը ու նշել էր, որ ստուգում է այդ հրապարակված տեղեկատվությունը, փորձելու է պարզաբանել բոլոր հանգամանքները, մասնավորապես հենց Ուկրաինայի քաղաքացիների ներգրավվածության մասով եւ ակնկալում է նաեւ վրացական կողմից, որ Վրացական կողմը զերծ կմնա այս խնդիրը քաղաքականացնելուց, սրան անմիջապես պատասխանել էր Վրաստանի այսպես ասած ապագա վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որ ինչպես գիտենք պետք է փոխարինի մեկ այլ Իրակլիին, ու նա նշել էր, որ քաղաքականացումը այստեղ որևէ կապ չունի, այս ամենը սպառնում է հենց Վրաստանի պետական շահերին, թե ինչ կապ ունի այդ ամենը քաղաքականացման հետ, որովհետև երկրի անվտանգությունը եւս քաղաքական խնդիր է, ու Նաև չէր մոռացել շեշտել, որ եթե Ուկրաինան դեսպան ունենար Վրաստանում, հավանաբար այսպիսի հայտարարություններ չէին անի։ Հիշեցնեմ, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար իբրև թե եւ Զելենսկին նշել էր, որ այդ ամենի հետևանքի այն ամենի, որ Վրաստանը չի ցանկանում օգնել Ուկրաինային, խոչընդոտում է կամավորներին, պատժամիջոցներին չի միանում։ Հիշեցնեմ, դրանից ավելի վաղ Ղարիբաշվիլին ասել էր, որ իր երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին եւ դա որոշակի նոր լարում մցրեց ուկրաինա-վրացական հարաբերությունների մեջ։ Շատ հետաքրքիր մեկ հայտարարություն էր այս ֆոնին արել այս Կոբախիձեն, նշել էր, որ Վրաստանի պետական անվտանգության ներկայացրած այս փաստերը վկայություն են այն բանի մասին, որ Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի ցանկանում են Վրաստանում երկրորդ ճակատ ստեղծել, այսինքն ակնարկում էր, որ այնուամենայնիվ Վրաստանը այսպիսի մտավախություններ ունի, որ Ուկրաինան եւս չնայած այդ հայտարարություններին, Ուկրաինան մատը խառն է այս ամենի մեջ, նպատակն է երկրորդ ճակատ բացել, ինչպես գիտենք, երկար ժամանակ ուկրաինացիք համոզում էին Վրաստանին, որ տեսեք Ռուսաստանը թուլացել է, հիմա հարմար պահ է, որպեսզի դուք եւս կարողանաք Աբխազիայի, Օսիայի հարցերը
լուծել ու երկրորդ ճակատ բացել, բայց իշխող ուժը չգնաց այդ ամենին ու նշեց, որ այս պահին զերծ է մնալու դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, մի մասը պնդում էր, որ վրացական իշխանությունը խոհեմ գտնվեց, չներքաշվեց այդ ամենի մեջ, մյուս մասը պնդում է, որ այնքան պրոռուսական է Վրաստանի իշխանությունը, որ չցանկացավ օգտագործել այդ հնարավորությունների պատուհանը ու փաստացի այս հայտարարությունը կարծում եմ սրան եւս Ուկրաինան կարձագանքի, որ իբրև թե տեսեք Վրաստանում ուզում են երկրորդ ճակատ բացել, այս հայտարարությանը կարձագանքեն Ուկրաինայից հետաքրքիր է այս համատեքստում Սալոմե Զուրաբիշվիլի այսօրվա հայտարարությունը կանխեցիր իմ հարցը էլիտար կոռուպցիայի մասին է խոսքը Ոչ միայն էլիտար կոռուպցիայի, նա նշել է, որ սա Սալոմե Զուրաբիշվիլի վերջին ելույթն էր պարլամենտում գարնանային պարլամենտական սեսիան այսօր բացված էր ու Զուրաբիշվիլին երբ մտավ դահլիճ իշխող ուժից որևէ մեկը նրան չողջունեց, այսպես բացահայտ նրան անտեսում էին ու Զուրաբիշվիլին բավականին թիրախային խոսեց բեմից ամբիոնից ամենաբարձր նշեց, որ պետական մասշտաբով այդ կատարվում է էլիտար կոռուպցիա ու այդ ամբողջ կոռուպցիայի ետևում եւս կանգնած են թելերով կապված է Ռուսաստանի հայտնի ռուսական կապիտալով հայտնի օլիգարխ Իվանիշվիլիի հետ ու նաեւ ասաց, որ Ռուսաստանը հիբրիդային նոր մեծ պատերազմ է սկսել Վրաստանի դեմ նշեց, որ այդ պատերազմը երբևէ չի դադարել, բայց հիմա շատ ավելի մեծ թափ է լայն նոր թափ է հավաքում ընտրությունների նախօրեին, նշեց, որ այդ հիբրիդային պատերազմի գործոններից մեկը զանգվածային ռուսական ներգաղթը Զուրաբիշվիլին ընդգծեց, որ դա շատ լուրջ անմիջական ազդեցություն է ունեցել տնտեսության վրա ու շատ ավելի է մեծացրել Վրաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից ու ամենակարևոր հայտարարությունը, որ ռուսական հիբրիդային պատերազմը դրա հիմքում դրա ռազմավարությունը հենված է ստադրանքների վրա ու որպես օրինակ բերեց են ռուսական զբոսանավի ժամանումը Բաթում, որ դա հատուկ էր արել կամ Ստալինի այդ պատկերող սրբապատկերի հետ կապված հայտնի պատմությունը ու չի բացառվում, որ ընդդիմությունը համենայնպես այդպես կարծում է, որ այս ամբողջ պատմության ետևում եւս կարող է ռուսական, այսպես ասած, հետք լինել, Ռուսաստանի մատը խառը լինել հիբրիդային պատերազմի համատեքստում։ Գոհար, շնորհակալ եմ հետաքրքիր մանրամասների համար, Վրաստանում իրավիճակը գնալով էլ ավելի հետաքրքրաշարժ է դառնում եւ արժե այն բնականաբար ուշադրության կենտրոնում պահել, կարծում եմ մենք պարբերաբար եթերների հնարավորություն կունենանք խոսելու բավականին հետաքրքիր քաղաքական ինտրիգների եւ քաղաքական զարգացումների մասին, շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ եւ ինձ էր Վրաստանից միացել իմ գործընկեր Գոհար Հայրապետյանը, Գոհարի հետ փորձեցինք ամփոփել Վրաստանին վերաբերող մի քանի կարևորագույն թեմա, ինչով էլ եւ արդեն ավարտում ենք երեկոյան մեր լրատվական վերլուծական թողարկումը։ Այսքանը ես Ժիրայր Ոսկանյանն եմ, բարի գիշեր, շարունակեք հետևել Առաջինի աշխատանքին։